Հայտարարման բացված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան նախագահի Մամայանի քարտուղարության մանդատային շարունակում է թիվ ՀԿԴ կոտրակ 0105 կոտրակ 02 կոտրակ 24 քաղաքացիական գործի քննություն ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդդեմ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի եւ մյուսների ապօրինացական գույքի բռնկալու պահանջի մասին դատական նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել դատարանին թե ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Աննա Հարությունյանը, Կարլեն Աբինյանը, պատասխանողներ Ալեքսանդր Հայկերն Արեգ Սարգսյանների ներկայացուցիչներ Վլադիմիր Գավրելյանը, Ալբերտ Բենգլյանը, դատավարության մյուս մասնակիցները ծանոթված են չեն ներկայացել եւ դատական նիստերի դահլիճում ներկա իրավաբանների օպերատոր Տիգրան Կովկասյանը վերջինս ցանկանում է կատարել դատական նիստի տեսանկարը։ Պարոն Աբին, առաջին անգամ եք այս նիստում ձեր լիազորությունները ստուգենք։ Այո, ողջույն դատարան, Կարլեն Նիկոլաևնա, ձեզ ներկայացնում համապատասխան լիազորագիրը ծառայական քրական եւ քննադատական Ներկայացվել է գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանի կողմից տրված լիազորագիր 02-12-2025 թվականին թվագրված, որով գլխավոր դատախազության ապօրինացական ունեցող գույքի բռնկալման գործարարության աշխատակից Կարլեն Նիկոլայ Աբինյանը լիազորվել է մասնակցել թիվ ՀԿԴ կոտրակ 0105 կոտրակ 02 կոտրակ 24 քաղաքացիական գործով դատական նիստերին դատարանը ձեր լիազորությունը եւ ինքնությունը հաստատում է կարող զբաղեցնել ձեր տեղը ձեր մենականացման քարտերը վերադարձնում է ձեզ։ Ինչ կարծիք են կողմերը, որպեսզի այսօր դատական նիստի տեսանկարը համի։ Պարոն Աբինյան։ Մենք առարկում ենք։ Դուք ձեր մասով միայն ամբողջությամբ։ Տեսելով կողմերի դիրքորոշումները հաշվի առնում է, որ դատական նիստի տեսա եւ լուսանկարը անումը իրականացվում է կողմերի համաձայնության եւ դատարանի թույլտվությամբ նկատի ունենալով որ կողմերից մեկը համաձայն չէ, դատարանը որոշեց չթույլատրել այսօրվա դատական նիստի տեսանկարը ձայնագրառում իրականացվում է ընդհանուր հիմունքներով։ Շարունակենք նախնական դատական նիստում լուսման ենթակա հարցերի քննարկումը, մենք գտնվում ենք հայցի առարկայի փաստական իրական հիմքերի պարզման փուլում, ներկայացվել է հայցային վաղամության միջնորդություն կիրառելու մասին միջնորդություն, ստացել եք չեք ստացել դատարան, մուտք եղել է 3, ամեն դեպքում հայցային վաղամության միջնորդությունը կարող են քննարկել, երբ որ սկզբնապես ներկայացված հայցը ըստ էության պարզենք, որպեսզի ուրեմն, քանի որ ներողություն, հայցային վաղամության միջնորդությունը ուրեմն քննարկենք որոշակի գործողության կատարելուց քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված, դա հայցի առարկայի փաստական իրական հիմքերի պարզումն է, վիճելի իրավարաբերության բնույթը պարզենք եւ նոր դրանից հետո կարող ենք ուրեմն անցնել հայցային վաղամության միջնորդության քննարկմանը։ Առարկություններն եք պարոն Աբինյան։ Ճիշտ ասած, նման արգելք չկա քաղաքացիական դատավարության օրենսգրքով, հարգելի դատարան, ես ուզում եի առաջարկեի քննարկենք մեր հայցային վաղամության միջնորդությունները, քանի որ հայցի հիմքը եւ առարկան ըստ էության պարզել ենք, իսկ մենք ինչպես գիտեք նախորդ դատական նիստին էլ հարցեր ունեինք, մենք ունենք բազմաթիվ հարցեր եւ անհարկի դատարանին եւ կողմերին ծանրաբեռնելու համար ես առաջարկում եմ քննարկել, քանի որ մենք վստահ ենք, որ մի մասով բավարարվելու է մեր միջնորդությունը, այսինքն բազմաթիվ հարցեր, այսպես ասած, վերանալու են, դրա անհրաժեշտությունը չի լինելու այդ մեկ եւ երկրորդ մենք ամբողջությամբ ենք միջնորդել հայցային վաղամություն կիրառել եւ այս դեպքում ավելի կարծում եմ էֆեկտիվ կլինի, որ այս փուլում քննարկենք հայցային վաղամության միջնորդությունը, եթե դատարանը պայմանականորեն մասամբ կբավարարի միջնորդությունը, այն չբավարարված մասով արդեն մեր հարցադրումները կանենք։ Հիմա կարանք հարցեր տանք նրա շուրջ, որի արդյունքում հետագայում այսպես ասած հայցային վաղամության միջնորդությունը բավարարվելու է մեր պատկերացմամբ, էլի ավելի էֆեկտիվ կլինի իմ կարծիքով։ Եթե վիճելի իրավարաբերության բնույթի հետ կապված վեճ չկա, ըստ էության բոլորը համակարծիք են դրա հետ կապված եւ կարիք չկա քննարկելու, կարող ենք անցնել հայցային վաղամության միջնորդության քննարկմանը։ Պարոն Գավրելյան, ընդունա որ վեճ չունենք վիճելի իրավարաբերության բնույթի մասին։ Այն է։ Ապօրինացական Տիկին Հարությունյան ճիշտ է չեք ստացել, բայց ես ունեմ, որ ուղարկվել է ձեզ 02-12-2025 թվականին, եթե չեք առարկում ներկայացնի կողմը բանավոր,
Եթե ընթացքում ժամկետի գրացիչ պատրաստվելու մանրություն տեսնեք, կարող եք ասել, եթե ոչ, արդեն Ուզեք ես մի օրինակ տրամադրեմ, ես այո։ Ես հնարավորինս կփորձեմ հակիրճ ամբողջությամբ չեմ ներկայացնել, շեշտադրումներ եմ անել, քանի որ մի քանի հիմքով ենք արել, ես ամենաերական շեշտադրումները կանեմ, հարմար դատա։ Գտնում ենք հոսույն գործող արկային քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-ի հոդվածով սահմանված հայցային վաղամություն կիրառելու մի շարք հիմքեր, եւ դրանց առանձին կանադառնան եւ հիմնավորումներն էլ ամեն հիմքին առանձին կտրվի։ Հայցի առարկայի լրացման մասով եմ ուզում ներկայացնել, վարչությունը պատասխանատուն պատկանող գույքի առողջությամբ ուսումնասիրությունը սկսելու մասին որոշումը կայացվել է 1709-21 թվականին։ Այդ պահի դրությամբ գործող խմբագրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է։ Ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 2 տարի, որ իրավասու մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչև 1 տարի ժամկետով, եթե դա պայմանավորված է միջազգային համագործակցության կարգով ուղարկված խնդրանքի կատարման կամ միջազգային համագործակցության կարգով ստացված տեղեկությունների հիման վրա գործողությունների կատարման անհրաժեշտությամբ։ Տվյալ դեպքում հայցվորի կողմից ներկայացվել է հայցադիմում 1809-24 թվականին։ Այնուհետև 04-09-25 թվականին ներկայացվել է միջնորդություն հայցի հիմքի եւ առարկայի փոփոխություն թույլատրելու մասին։ Նշված միջնորդությամբ հայցի առարկան լրացվել է ներքոննշյալ պահանջներով։ Ալեքսանդր Սարգսյանից եւ Ավրիգա Սարգսյանից ներողություն եմ խնդրում, ուրեմն Ալի դատան, այս պահից խնդրում եմ դռնփակ քննենք միջնորդությունը, որտեղ բանկային գաղտնիք պարունակող տվյալներ են հրապարակվել։ Ձեր դիրքորոշումը Տիկին Հարությունյան։ Հենց առաջի էջում կա էլի։ Լավ, եթե պարոն կապիտան զուտ հրապարակել տեսանկյունից այդ խնդիր տեսնում, կարող եք չհնչեցնել դա, ես կարծում եմ տեսնում, կողմն գիտի դրա մասին։ Էական է, քննարկում են ունենալու դրա մասին։ Ասեք ավանդի գումարը, անցնենք առաջ եւ հաշվագրված տոկոսները։ Մենք տեսնում ենք ավանդի գումարը։ Լավ, ուրեմն առանց նույնականացման որևիցե բան ասելու կարող եք դուք նշել ավանդի գումար, մեքենա, ավանդի գումարը սկզբնական հայցով, փոփոխությունով գումարը եւ տոկոսները։ Դրանք կանադառնում են հետագայում։ 2009 թվականի արտադրության Range Rover Sport ավտոմեքենայի հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի 99%-ի չափով գումար 5.321.100 դրամ։ Ուրեմն այնինչ սկզբնական հայցապահանջով հայցվորը խնդրել էր բռնագանձել հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի 98.9%-ի չափով, 0.1%-ի չափով ավելացել է փոփոխությունը։ 2008 թվականի արտադրության Lexus LX 570 մագնիշի ավտոմեքենա հայցի ներկայացման պահի դրությամբ դրա շուկայական արժեքը այս ավտոմեքենան սկզբնական հայցում հայցի առարկան ընդհանրապես չի եղել, այսինքն փոփոխությունով ավելացվել մեքենան ամբողջությամբ։ Ախր այս գումարների հետ կապված եմ գտնում պատվարժան դատան հրապարակման ենթակա չեն, էլի։ Պարոն Կապրյան, դրանք հրապարակման ենթակա են, միայն նույնականացման տվյալներն են, որ հրապարակման ենթակա չեն, ըստ էության։ Լավ, 301.764 դրամ որպես Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող անշարժ գույքերի ձեռքբերման արժեք, ես թվերը չեմ ներկայացնի, թվերը ձեր մոտ կա, ամեն դեպքում ավելացել է, հետո վերջում կնշեմ ինչքան է ավելացել։ Այս մասով ավելացել է լրացման, հետո դրանից բացի որպես Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող շարժական գույքերի ձեռքբերման արժեք, այս էլ է նախնական հայցի համեմատ ավելացել է կնշեմ։ Որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ապօրինի ծագում ունեցող եւ բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցներ, այս մասով էլ է ավելացել փոփոխությունով։ Այսպիսով կարող ենք համարում ընդգծել, որ գործի քննության ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը լրացնելով ապօրինի ծագում ունեցող նոր գույքի բռնագանձման վերաբերյալ նոր պահանջով հայցվորը ներկայացրել է բոլորովին նոր նյութաիրավական պահանջ, ընդ որում
Այդ գույքի մասով ուսումնասիրության ընթացակարգ իրականացնելու արդյունքում օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետն արդեն իսկ սկսել էր հոսել եւ անկախ այդ գույքի մասով պահանջ չներկայացնելու պատճառներից, այդ թվում իրավասու մարմնի այդ գույքի ապօրինի կամ օրինական լինելու մասին ժամանակին տրված գնահատականներից, այդ գույքի վերաբերյալ հայցի առարկան լրացնող պահանջի մասով կիրառելի է հայցային վաղեմություն։ Ավելին, իրավասու մարմնի օրենքով տրված 3 տարվա ընթացքում իրականացվող ուսումնասիրությամբ իրավասու մարմինը պետք է ուսումնասիրության արդյունքներն ամփոփելիս վերջնականապես գնահատի եւ որոշի, թե անձին պատկանող եւ ուսումնասիրված գույքի լրակազմի որ մասն է օրինական կամ ոչ օրինական, ըստ այդմ դրա արդյունքում պետք է հանգի վերջնական հետևության, հայցադիմի առարկայի վերջնական շրջանակը որոշելու հարցում։ Եվ եթե գործի քննության ընթացքում ի հայտ գան հանգամանքներ, որոնց հիման վրա կարող է ուսումնասիրված գույքի ապօրինի լինելու մասին հետևություն կատարվել, ապա ուսումնասիրված հայցադիմի առարկայի մեջ չներառված նոր գույքի պահանջի ներկայացումը, հայցի առարկայի լրացումը պետք է սահմանափակված լինի օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետում։ Սա վերաքննիչ ուրեմն հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանն այս դիրքորոշումը հայտնել ՀԿՏ կոտրակ 0067 կոտրակ 02 կոտրակ 23 գործով։ Տվյալ դեպքում ուսումնասիրությունը սկսվել է 10/09/21 թվականին եւ ըստ այդմ Ալեքսանդր Սարգսյանի Ծովկուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի ստեղելի նշում ենք ՎՏԲ բանկի ավանդի տոկոսները բռնագանձելու մասով կիրառելի է հայցային վաղեմություն։ Հաջորդը 2009 թվականի արտադրության Range Rover Sport ուրեմն նույնականացման համարն նշված հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վրիպակ է եղել 1.1-ը պետք է լինի 0.1 0.1% չափով գումարի նկատմամբ կիրառելի է 2008 թվականի արտադրության Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենային նշված է նույնականացման համարը հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքը ամբողջությամբ գումարը նշված է ՀՀ դրամի չափով կիրառելի է հայցային վաղեմություն։ 925.867 ՀՀ դրամ որպես Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող անշարժ գույքերի ձեռքբերման արժեքի բռնագանձման պահանջի նկատմամբ։ Այս ավելացված տարբերությունն է 72.629 ՀՀ դրամ որպես Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող շարժական գույքերի ձեռքբերման արժեքի բռնագանձման պահանջի նկատմամբ։ 5.839.200 դրամ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ապօրինի ծագում ունեցող եւ բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումարի բռնագանձման մասով կիրառելի է հայցային վաղեմություն, ուրեմն այս պահանջների մասով վաղեմություն ժամկետը սկսել է հոսել 17/09/21 թվականից եւ ավարտվել է 17/09/24 թվականին։ Ըստ այդմ, այս բոլոր պահանջների մասով գտնում ենք, որ կիրառելի է հայցային վաղեմություն եւ խնդրում ենք կիրառել եւ այս մասով հայցը մերժել։ Հաջորդը հայցի լրացումը այլտրանքային պահանջների մասով, այս մեր երկրորդ կետն է, երկրորդ հիմքն է իր հիմնավորումով։ Գտնում ենք, որ այլընտրանքային պահանջների մասով հայցի առարկան լրացնելու նկատմամբ նույնպես պետք է գործեն առաջին կետով նշված հայցային վաղեմության կիրառելու հիմնավորումները։ Թիվ ՀԿՏ կոտրակ 02 37 կոտրակ 02 կոտրակ 23 գործով 15/07/24 թվականին կայացված որոշմամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ այն դեպքում, երբ հայցվորը որոշակի նյութայիրավական պահանջ ներկայացրել է հայցադիմումով սկզբնական պահանջով, իսկ հայցի առարկայի լրացմամբ կամ նոր պատասխանող ներգրավելու ձևով ներկայացրել է նոր կամ նույն նյութայիրավական պահանջը հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար պետք է հիմք ընդունել հետևյալ չափանիշները։ Եթե հայցի առարկայի լրացմամբ հայցվորը ներկայացրել է նոր նյութայիրավական պահանջներ եւ նաեւ նոր անձանց դեմ, ապա հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար պետք է հիմք ընդունվի հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու եւ նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ հայցվորի միջնորդության պահը, որի քննարկման արդյունքում քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 173-րդ հոդվածի 2-րդ մասով դատարանի կողմից կայացվել է որոշում։ Դրանից զատ վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության իրարելության հետ կապված վերլուծելով գույքի դեմ ուղղված հայցի էությունը եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում
դրա դրսևորման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենքի 8-րդ հոդվածի բովանդակությունը հանգել է հետևյալին. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցային վաղեմության կանոնը հայցային վաղեմության ժամկետ եւ հաշվարկման կարգ որոշող հատուկ կանոն է, որի բովանդակությունը ամբողջությամբ չի նույնանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետների եւ հաշվարկման կարգի բովանդակության հետ։ Նշված ժամկետը հայցային վաղեմության ժամկետ է, սակայն ունի իր ինքնուրույն բովանդակությունը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը սահմանվել է ելնելով օրենքի ամբողջ տրամաբանությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից եւ ուղղված է նշված ժամկետում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիում ներկայացնելուն։ Հարգելի դատան, այս մասով մեր հիմնավորումը հետևյալն է. Սկզբնական հայցով ներկայացվել է պահանջ, X պահանջ, որով որ բռնագանձման ենթակա է անշարժ գույք, մի օրինակ եմ ընդամենը բերում, մնացածը բոլորը նույնն է։ Լրացումով ներկայացվել է իսկ դրա անհնարինության դեպքում շուկայական արժեքը։ Այս իսկ դրա անհնարինության դեպքում շուկայական արժեքը ալտերնատիվ պահանջ է, որը որ գտնում են, որ էլի պետք է ներկայացվել այդ ժամկետի մեջ։ Տրամաբանությունը հետևյալն է։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ այս լրացումը չէր արել, դատախազությունը, քննում էինք այն հայցը, որը որ կար։ Եթե պարզվում էր, որ հնարավոր չի բռնագանձումը, ինչ է լինում, հայցը մերժվում էր, որովհետև այդ ալտերնատիվ պահանջը չկա։ Ալտերնատիվ պահանջը կողմի իրավունքն է, կողմը պետք է որոշեր, ներկայացնում է վաղեմության ժամկետում այդ պահանջը, թե չի ներկայացնում։ Մեր կարծիքով դա նոր առանձին պահանջ է եւ դրա նկատմամբ եւս ուրեմն կիրառելի է հայցային վաղեմություն եւ հետեւաբար չթվարկեմ երևի թե էլի նշված են էլի որ այդ ալտերնատիվ պահանջների մասում այդ իսկ անհնարինության դեպքում բոլոր այն դեպքերում որտեղ նշված է իսկ անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը եւ ներկայացվել է փոփոխությամբ եթե դատանը թույլ տա համարենք որ դրանց նկատմամբ նշեցի արդեն կիրառելի է հայցային վաղեմություն։ Հաջորդը ամբողջ հայցի նկատմամբ հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառելու մասով։ Տեսեք, այս մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը սահմանում է, որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է։ Նույն օրենքի 333 հոդվածի առաջին մասի համաձայն պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար ժամկետներ։ Տվյալ դեպքում վարչությունում պատասխանողի գույքի առնչությամբ ուսումնասիրությունը սկսելու մասին որոշումը կայացվել է 10/9/21 թվականին։ Այդ պահի դրությամբ գործող խմբագրության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում էր։ Ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 2 տարի, որն իրավասու մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչև 1 տարի ժամկետով, եթե դա պայմանավորված է միջազգային համագործակցության կարգով ուղարկված խնդրանքի կատարման կամ միջազգային համագործակցության կարգով ստացված տեղեկությունների հիման վրա գործողությունների կատարման անհրաժեշտությամբ։ Սույն հոդվածով նախատեսված ժամկետների խախտման ներկայացված հայցը համարվում է ներկայացված հայցային վաղեմության ժամկետի բացթողումով։ Այսինքն մեջբերված հոդվածով սահմանված ժամկետը հայցային վաղեմության ժամկետն է, որն ուղղված է անձանց համար առավելագույն որոշակիության ապահովմանը, հաշվի առնելով, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի բացառման հիմնարար սահմանադրական սկզբունքը տվյալ իրավիճակի համար կիրառելի է, հենց 17/9/21 թվականին գործած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի 8-րդ իրավակարգավորումը գտնում ենք, որ կիրառելի էր։ Մասնավորապես, սահմանադրության 73-րդ հոդվածի առաջին մասի համաձայն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։ Սահմանադրական դատանը 29/11/21 թվականին թիվ ՍԴՕ ուրեմն 1000 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը բացառություն ընդհանուր կանոնից։
Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից։ Նշված ընդհանուր կանոնին համապատասխան Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն արգելում են արարքի պատժելիություն սահմանող և պատիժը խստացնող օրենքների հետադարձ ուժով գործողությունը։ Նույն հոդվածի 6-րդ մասն արգելում է պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքի հետադարձ ուժով գործողությունը։ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետադարձ ուժ չունեն նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներն ու այլ իրավական ակտերը։ Հիմա պատվեր Հարգել դատան։ Մի հարց եմ ուզում հնչեցնել, այս փոփոխությունը պետք է հասկանանք։ Անձի վիճակը բարելավող է, թե վատթարացնող է։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ փոփոխությունը, որով որ 2 տարվա ժամկետը դարձել է 3 տարի, անձի վիճակը բարելավող չի։ Անձը ուրախությամբ լցված չի, որ ուսումնասիրությունը ժամանակին կարող է տևել 2 տարի, փոփոխությունից հետո ստացվել է, որ կարող է տևել 3 տարի։ Հետևաբար ակնհայտ է, որ անձի վիճակը վատթարացնող նորմա, դրա հիմնավորումը նաև կայանում է նրանում, որ օրինակ անձը իմանալով, որ իր նկատմամբ պայմանական եմ ասում, կա ուսումնասիրություն և տեղյակ լինելով այդ պահին գործող նորմերից, գիտի, որ իր նկատմամբ ուսումնասիրությունը կարա տևի 2 տարի և այդ 2 տարվա ընթացքում էլ հայց պետք է ներկայացնի։ Դրանով պայմանավորված, օրինակ, որևէ ապացույցներ է ապահովում։ Օրինակ, համակարգչի վրա էլեկտրոնային եղանակով ապացույցների պահպանումը տեղադրում է այնպես, որ դրանք պահպանվեն X ժամանակահատվածում։ Օրինակ եմ ասում։ Բացի դրանից, գտնում ենք, որ միանշանակ վատթարացնող է այս փոփոխությունը և հետադարձ ուժ ունենալ չի կարող և այն ուսումնասիրությունը, որը սկսվել է օրենքի ուրեմն փոփոխությունից առաջ, դրա նկատմամբ պետք է կիրառվի հենց 2 տարվա ժամկետը, որը գտնում ենք, որ ևս ուրեմն լրացել է։ Այսինքն մի տարի ուշ են հայցը ներկայացրել։ Հայցային վարժության ժամկետի հոսքի մեկնարկի մասով և ավարտի մասով, այս առանձին հիմք է արդեն։ Ապօրինի գույքի բռնագանձման ընդեղ բարձրաբանը հայցը ներկայացվել է, ուսումնասիրությունը սկսվել է 17:09:21-ին, հայցը ներկայացվել է 18:09:24-ին։ 3 տարին լրացել է, մի օր հետո։ Հիմա հիմնավորում, որ չէր կարող հենց ներկայացվել։ Ուրեմն շատ կարևոր է այս նորմը ևս մեկ անգամ ուզում եմ ընթերցեմ։ Ասում եմ, ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 2 տարի, որ իրավասու մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչև 1 տարի ժամկետով, եթե դա պայմանավորված է միջազգային համագործակցության կարգով ուղարկված խնդրանքի կատարման կամ միջազգային համագործակցության կարգով ստացված տեղեկությունների հիման վրա գործողությունների կատարման անհրաժեշտությամբ։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ փոփոխությունն է կիրառելի 2 տարի չի, 3 տարի է, երկրորդ մասը ինչ ասում, ասում է սույն հոդվածով նախատեսված ժամկետների խախտմամբ ներկայացված հայցը համարվում է ներկայացված հայցային վարժության ժամկետի բացթողումով։ Սա, ինչպես վերաքննիչն է ասել, իմ կարծիքով, Հարգել դատան, հատուկ կանոն է, և սրա վրա քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները չեն տարածվում։ Հետևաբար հայցը պետք է ներկայացվել հենց ուսումնասիրության ժամկետում։ Այսինքն բացարձակ տրամաբանությունն չկա, էլի, որ օրենսդիրը ասի, այս 3 տարվա ժամկետը ձեզ ուսումնասիրության համար, հայց ներկայացնելու համար, բայց մի օր ավել ենք տալիս, հաջորդ օրվանից կհաշվեք։ Ընդ որում վճռաբեկ դատանը նախադեպային որոշումներ ունի, որ իմանալու օրվանից հենց այդ օրն է այդ իմանալու օրը, բայց դա այս դեպքում էլ կիրառելի չի, որովհետև հստակ ասում է ուսումնասիրության ժամկետը այդ 3 տարվա ժամկետն է, այսինքն չես կարող հայցը հաջորդ օրը ներկայացնել, եթե ուսումնասիրել ես 17-ից 17-ը, հայցն էլ պետք է ներկայացնես 17-ից 17-ը։ Մեր կարծիքով վերաքննիչ դատարանն էլ է հենց նման դիրքորոշում հայտնել, ես
մյուս հիմքերի մասով ընթերցեցի այդ վերաքննիչ դատարանի որոշումը եւ այս կարգավորումը միտված է նրան, որ որոշակի լինի ուսումնասիրության ժամանակահատված ունես, այդ ժամանակահատվածում էլ հայց պետք է ներկայացնես, ինչի հաջորդ օրը պետք է հայցը ներկայացնես եւ հետեւաբար գտնում ենք, որ այս մասով էլ է այցային վարամության ժամկետը բաց թողած եւ կիրառելի է ընդհանուր այցի վրա։ Խնդրում ենք թիվ ՀԿԴ կոտորակ 0105 կոտորակ 0224 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը նշված նոր պահանջների մասով կիրառել հայցային վարամություն եւ այդ պահանջների մասով մերժել գլխավոր դատախազության հայցը եւ թիվ ՀԿԴ կոտորակ 0105 կոտորակ 02 կոտորակ 24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կիրառել հայցային վարամություն եւ դրա հիմքով մերժել գլխավոր դատախազության հայցը։ Ավարտեցիք հարցեր։ Ավելացնի բաներ։ Փոքր հավելում ես։ Քաղաքի դատարանը գործընկերոջս ասացին հավելեմ հետևյալը, տեսեք ամբողջությամբ հաշվի առնելով պարոն Գաբրյանի կողմից ներկայացված դիրքորոշումները, ինչպես նաև այս ապօրինացակունեցող գույքի մասին օրենսդրության առանձնահատկություններով պայմանավորված հայցային վարության ժամկետների հաշվարկի վերաբերյալ համապատասխան նախադեպային դիրքորոշումները, նաև կարող է այստեղ հաշվի առնել հենց այն պետական մարմնի վարկագիծը, այս հայցային վարության ժամկետների օրենքի առանձնահատկություններով պայմանավորված ժամկետի հաշվարկի տեսանկյունից, ինչը բխում է նաև Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՎ 1611 որոշման արտահայտած դիրքորոշումից, որտեղ Սահմանադրական դատարանը կարևորելով դատարանների անփոխարինելի դերակատարություն հայցային վարության ժամկետների հաշվարկման ընդհանուր մոտեցումների ձևավորման տեսանկյունից եւ այդ առանձնահատկությունների հաշվառումը նշել է, որ յուրաքանչյուր սուբյեկտի, այսինքն ով որ իրավունքի պաշտպանության դիմաց սուբյեկտի նաև տարբերության պայմանավորված այդ ժամկետների հաշվարկների տրամաբանությունը մասնավորապես Սահմանադրական դատարանը նշել է, որ պետական մարմինների կամ իրավաբանական անձանց վերջիններից մասնակիցների առումով կիրառման են ենթակա տեղեկացվածության ավելի բարձր չափանիշներ եւ նրանց տեսանկյունից պետք է իմանալ, մնացածը չեմ շարունակում, ստեղ կարևոր է հենց այդ ընդգծումներ, որ պետական մարմիններ, իրավաբանական անձինք եւ այլն։ Հիմա արգելք դատարան մենք ունենք մի իրավիճակ, որ այս իրավահարաբերություններին մասնակցում է եւ իրավունքի պաշտպանություն այսպեսի այս ձևակերպումը օգտագործեմ, իրավունքի պաշտպանությանը դիմում է հենց այն պետական մարմինը, որը Հայաստանի Հանրապետության օրենքներով միակ պետական մարմինն է, որը լիազորված է հենց այս օրենսդրությամբ եւ այս իրավահարաբերությունների շրջանակներում պետության շահերը ներկայացնել, այսինքն ապօրինի ծագում ունեցող գույքի իրավահարաբերությունների հետ կապված այլ պետական մարմին Հայաստանի Հանրապետություն կամ այլ սուբյեկտ գոյություն չունի։ Հետևաբար հենց վերջիններիս վարկագծով էլ պայմանավորված է առանձնահատկությունները հաշվի առնելով էլ պետք է հստակ այս ժամկետների պահպանումը իրականացվի։ Գտնում ենք, որ ամբողջությամբ միանում եմ գործընկերոջս ուրեմն կողմից ներկայացված միջնորդությանը եւ եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ ժամկետը հայցային վարամության այս սույն գործով ավարտվել է հենց 17/09/2024 թվականը եւ հայցադիմը դատարանը ներկայացվել դրան հաջորդող օրը եւ այս օրը որպես սույն իրավարարություն միակ Հայաստանի Հանրապետության միակ լիազորություն ունեցող մարմին պետք է հաստատապես տեղեկացված լինի ժամկետների ճիշտ հաշվարկի վերաբերյալ եւ համապատասխան պատշաճ վարկագիծ դրսևորել։ Մի հավելում հետո մի բան էլ ավելացնում, սա իմ կարծիքով դատավորական ժամկետ չի։ Դատավորական ժամկետներն են հաջորդ օրվանից հաշվում, երևի այդ տրամաբանությամբ են շարժվել, հստակ ասում է ուսումնասիրության ժամանակահատվածում, այսինքն այդ 3 տարվա ընթացքում, օրինակ Պաֆուտին ուսումնասիրություն կարող է լինել, իմ կարծիքով չէ, հետևաբար հայց էլ չէր կարող ներկայացվել։ Առաջինը վերաբերում է արտադրական պահանջներին, նշեցիք, որ անհնարության դեպքում շուկայական արժեքի այդ պահանջը նախկինում ներկայացված չի եղել։ Բայց հայցադիմի սկզբնական տեքստում է, պարզապես կառուցվածքային առումով է փոփոխություն եղել, եթե ուսումնասիրենք պահանջը, տեսնում ենք, որ շարադրված է հետևյալ ձևակերպմամբ, յուրաքանչյուր պատասխանող դեպքում էլ այդպես է, օրինակ հենց առաջին օրինակը եթե նայում ենք, տեսնում ենք
Ալեքսանդր Ազատի Սարգսյանց եւ Ավիգա Մայորի Սարգսյանց հոգուտ Հայաստանի Հանրապետության բռնական ձեռք համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված ստորագրված նյութերը, իսկ անհնարինության դեպքում նրանք միջին շուկայական արժեքի չափով գումար, շուկայական արժեքի բարձրացման անհնարինության դեպքում ձեռքբերման արժեքի չափով գումար, ընդ որում այստեղ ակնհայտ է եւ գործի նյութերում էլ արկածներից երևում է, որ փորձաքննություններ են համապատասխան նշանակվել եւ այդ պահի դրությամբ շուկայական արժեքի պահանջը ներկայացվել է, շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել ավելի ուշ, ավելի կոնկրետ եզրակացությունը ստացվել ավելի ուշ եւ լրացման դա ներառվել է հայցադիմում, ընդ որում բոլոր պատասխանողների դեպքում է դա, այսինքն այստեղ տեսնում ենք, որ պարզապես կառուցվածքային փոփոխություն է, այս փաստը ինչպես կմեկնաբանեք, արդյոք դուք նկատում եք շուկայական արժեքի լրացման փաստը, թե նկատում եք, որ առհասարակ նոր այլընտրանքային պահանջ է առաջադրվել պատասխանողների, իմ ասածի համատեքստում, որ հայցադիմի պարզապես կառուցվածքի այդ վերևի հատվածում էր նշում, ոչ թե յուրաքանչյուր բույքի մասով կրկնություններ։ Տեսեք, ինձ ճիշտ ասած քիչ է հետաքրքրում, որ հատվածում է նշված, ես նայում եմ հայցի առարկան եւ հայցի առարկան համադրում եմ նոր հայցի հետ եւ պարզվում է, որ նոր պահանջ է։ Իմ պատկերացմամբ դա նոր պահանջ է։ Հակառակ դեպքում միշտ կարելի է մի, այսպես ասած, կնել եք արտահայտության ասանք, թեթևակի պահանջը բերել, հետո փորձել այդ պահանջը ավելացնել, պակասացնել, ասել դե ընդ տվել էինք այդ պահանջը, հիմա մի քիչ ձևակերպում նայել եւ այլն։ Ես գտնում եմ, որ այո, դա նոր ալտերնատիվ պահանջ է, ինքն էլ հստակ արդեն ներկայացված։ Սա անհստակությունը անհասկանալի է, թե ինչ է, իսկ ձերս երկրորդ ներկայացվածը հստակ երկրորդ պահանջ է, եւ այդ հստակ երկրորդ պահանջի մասով կիրառելի է։ Իսկ եթե սա օրինակի համար դիտավորությամբ ասենց արված, որ ներկայացնենք, հետո կունենանք փորձագիտական եզրակացությունը, արդեն այսպես ասած, դա կարողանանք ներկայացնել որպես նախկինում ներկայացվածի տակ, ես գտնում եմ, որ սա իրավունքի չարաշահում է ընդհանրապես։ Օրինակ շուտ ունենայիք այդ եզրակացությունը, դա չպետք է բացասաբար ազդի մեր վստահորդների իրավունքների վրա։ Արգելի դատարան հետևյալ նաև դիրքորոշումը, տեսեք, ներկայացված հայցի հիմքի ավարկել փոփոխություն թույլատրելու մասին միջնորդությամբ, որպես հիմնական հանգամանք այդ փոփոխությունը ներկայացված եղել բացառապես Հանրապետական դատարանի կողմից ներկայացված ՍԴ 1776 որոշմամբ արգելեց իրավական դիրքորոշում։ Հիմա ունենք մի իրավիճակ, որ սկզբնական հայցում ներկայացվել է մի քանի մասից, այսպես ասած, բաղկացած պահանջներ, բայց այդ հայցի հիմքի ու առարկայի փոփոխության մասին միջնորդությամբ որևէ հանգամանք չէր մատնանշվել, բայց ինչ տեղի ունեցավ, որ այս նոր հայցի մեջ մենք կարողացանք հստակեցնենք ավելի մեր պահանջը։ Այսինքն նաև մեր միջնորդության մեջ վկայակոչված հանգամանքները բխում են նրանից, որ այդ հստակությունը այն ժամանակ էլ է իրականում եղել։ Ուղղակի թեթի է այս հայցադիմումում այդ պահանջը ոչ հստակ այդքան ձևակերպել ու հիմա բերվել է արդեն ավելի հստակեցվել է նոր հայցադիմումում, այդ իսկ պատճառով մենք արդեն դա դիտարկում ենք որպես նոր ներկայացված, ավելի հստակ ներկայացված նոր պահանջ։ Այստեղ եթե հայցադիմումի հիմնական տեքստում պահանջում ձևակերպումը համադրենք հայցի հիմքի եւ առարկայի միջնորդության մեջ կատարված փոփոխության հետ, ապա ակնհայտ է, որ խնդրամասում, ընդ որում երկու ձևակերպումներ խնդրամասից հետո է, խնդրում են բառից հետո է հայցի առարկայում։ Նշում է, որ անհնարինության դեպքում գույքերի բռնականացման, դատախազությունը պահանջում է բռնական ձեռք գույքերի միջին շուկայական արժեք, այսինքն պահանջը առաջադրվել է պատասխանողներին։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ փաստը չի վկայակոչվել առհասարակ եւ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը կատարվել, ապա հայցադիմումի փոփոխված հայցադիմումի երկրորդ էջում նշվել է, որ բացի այդ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին ստացվել է համար 24.088 փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա ավելացվել են հայցի առարկայում, լրացվել են մի շարք գույքերի շուկայական արժեքները։ Բացի այդ ևս մեկ հարցադրում կապված նրան այդ նշեցիք, որ պատասխանողները ունեցել են ակնկալի այն, որ իրենց նկատմամբ ուսումնասիրությունը կատարվելու է 2 տարի եւ ոչ 3 եւ դրանից ելնելով է որոշակի ապացույցների պահպանման հետ կապված են գործողություններ կատարել, օրինակ համակարգչում ծրագրում կարող են լինել այնպիսի կարգավորում, որ 2 տարի պահպանվել, հետո ոչնչացվեր։ Այստեղ մի քանի հարցադրում եմ ուզում իջեցնել։ Նախ առաջին այն համատեքստում, որ վարույթը գաղտնիության ռեժիմով է եւ անձահասարակ տեղի
տեղեկություն չունի, որի վերաբերյալ կատարվում է առհասարակ որևէ ուսումնասիրություն։ Եվ այդ մասին կարող էր տեղեկանալ, այն պահից սկսած, երբ ամփոփագիրը կազմվել է, նախնական ապահովամիջոցները կիրառվել է, վերջինս ստանոցվել է եւ արդեն հրավիրվում է դիրքորոշում ներկայացնելու։ Այս համատեքստում ինչով է անձի ակնկալիքը նախ պայմանավորված, որ իր նկատմամբ կարող է լինել 2 եւ ոչ 3 եւ դրանից ելնելով է ապացույցների որոշակի պահպանման ժամկետը, ինչպես կարող է փոխվել եւ ինչպես վերջինս կարող է տեղեկանալ այն պարագայում, թե իրավասու վերջինս չի ծանուցել։ Եվ երբ արդյոք չի կարծում, որ սա շարունակվող իրավահարաբերության մասին ենք մենք խոսում, եւ շարունակվող իրավահարաբերության նկատմամբ օրենսդրական կարգավորումը փոխվել։ Հակառակ պարագայում, հակառակ տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ որևէ օրենսդրական կարգավորում փոփոխության ենթակա չի կարող լինել, որովհետեւ բնականաբար շարունակվող իրավահարաբերություններ են առկա, կա մի օրենսդրական կարգավորում եւ այդ տրամաբանությամբ անձին կարող են ունենալ ակնկալիք, որ իրենց ողջ կյանքի ընթացքում այդ օրենսդրական ակտը մնալու է անփոփոխ։ Կխնդրեի այս 3 հարցադրումների շրջանակներում ձեր բացաբանումները։ Ձեր առաջին հարցին պատասխանեմ հետևյալ կերպ, նախ ես չեմ ասել, որ իմ վստահորդներն են այդ ապացույցները պահպանել, ես օրինակ եմ բերել, որ անձը կարող է, իսկ թե ուսումնասիրությունը, որ գաղտնի է, ինչպես կարող է իմանալ, կարող եմ ասել ինչպես կարող է իմանալ։ Օրինակ դուք ուսումնասիրության ընթացքում հարցումներ եք, չէ՞, իրականացնում տարբեր պետական մարմիններ, չէ՞։ Օրինակ ինչ-որ պետական մարմնից այդ անձն էլ իր գույքի մասին տեղեկատվություն փորձի ստանա եւ պարզի, որ դատախազությունը ինչ-որ ձևով հետաքրքրված է իր գույքով։ Ինքն էլ իմանա, որ ինքը պաշտոնատար անձ է եղել եւ ենթադրի, որ հնարավոր է իր նկատմամբ ուրեմն ուսումնասիրություն կատարել։ Սա մեկ։ Երկրորդը, նույնիսկ եթե այդ մարդը դրա մասին տեղյակ չի եղել, հարգելի գործընկեր, ես միայն այդ արգումենտը չեմ բերում, ես ասում եմ նույնիսկ եթե ուսումնասիրության մասին տեղյակ չի եղել, իր նկատմամբ պետք է տարածվի այն ռեժիմը, որը եղել է ուսումնասիրությունը սկսելու պահի դրությամբ։ Իսկ երբ որ դուք ասում եք, որ տենց լինի Հայաստանի Հանրապետությունում չպետք է որևէ նորմերի փոփոխություն կիրառվի։ Փոփոխություն կիրառվում է եւ պետք է կիրառվի, բայց պետք է համապատասխանի սահմանադրությանը։ Սահմանադրությունը ասում է անձի վիճակը վատթարացնող։ Հիմա ռետորական ձեզ հարց եմ տալիս։ Ձեր կարծիքով սա կոնկրետ մեր վստահորդների մասով եմ խոսում։ Անձի վիճակը վատթարացնող է, թե վատթարացնող չի։ Եթե այս բանը չերկարացվեր մի տարի, ախր դուք չեք հասցնելու հայցը տալիք։ Դուք 3 տարվա մեջ չեք հասցրել հայցը տակ, մի օր ուշ եք բերել այդ հայցը ներկայացրել։ Ես նորից եմ ասում, ակնհայտ է, որ անձի վիճակը վատթարացնող է, դա միանշանակ է։ Իսկ սահմանադրությունը նախատեսել է, ասում է բարելավող է, եթե բարելավող է, այո, կարաս որոշես դրան հետադարձ ուժ տաս, բայց եթե անձի վիճակը վատթարացնող է, ո՞նց կարա ինքը հետադարձ ուժ ունենա, կամ ինչ է նշանակում շարունակվող է։ Այդ նշանակում է, որ այդ ընթացքում կարա էլի օրինակ փոփոխություն օրենքի լինել, էլի տենց երկարացվեր, անվերջ էլի, հա, երկարացվեր, հա։ Կամ այդ նշանակում է, որ օրինակ քաղաքացիական խաղ-օրի տրամաբանությամբ հայցային վաղեմությունները քաղաքացիական ուրեմն դատարանում քննվող, եթե որևէ օրինակ խախտում է եղել իրավունքի ու այդ պահին հələ հայցային վաղեմությունը չի լրացել, կարա այդ նորմը փոխվի ու հետադարձ ուժ ունենա, օրինակ գործարքների անբավերությունով մի տարին դառնա 2 տարի ու տարածվի այն գործարքի վրա, որը որ կնքվել է այն ժամանակահատվածում, երբ որ նորմը մի տարի է եղել, ձեր ասածը դա է։ Ձեր ասածը դա է, որ շարունակվող էր, այն էլ է շարունակվող։ Չի կարող տանց բան լինել։ Արգին դարձան, պատասխանելով այն հարցին, թե որտեղից կարար իմանալ օրինակ անձը իր նկատմամբ տեսողի իրականության մասով, մենք չենք մոռանջում մասին այս գործը քննվում, նաև այս որը հայցադիմից գտնական մասում հստակ կապեր է տվել, ումա վերաբերում այս գործը և ով այս գործով պատասխանում արգերի դատան, բոլորս էլ Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, բոլորս էլ գիտենք, թե զանգվածային լրատվության միջոցներով, թե ամենաբարձր ամբիոններից բազմաթիվ պատասխանողի վերաբերյալ հնչեցվել է այսպես ասած ճակատագրով կոպեկ օպերացիան, որ հենց իր նկատմամբ պետք է իրականացվի եւ հետեւաբար մենք հենց դա էլ հաշվի առնելով գտնում ենք, որ այս գործով պատասխանողը առնվազն
պետք է տեղեկացված, կարող է տեղեկացված լինել իր վերաբերյալ այս վարույթի հնարավոր առկայության մասին եւ բնականաբար օրենքի հստակ կարգավորումները օրենքը ընդունելուց հետո առկայության պայմաններում են պետք է այդ օրենքի որոշակիությունը հաշվի առնելով, քանի որ օրենքը այդ որոշակիության սկզբունքը դրանից է բխում, անձը պետք է հասկանա իր նկատմամբ մոտավորապես ինչ միջոցներ կարող են կիրառվել եւ ինչ հետևանքներ կարող են առաջանալ։ Հենց այդ որոշակիության սկզբունքից ելնելով պետք է համապատասխան վարքագիծ կարողանալ դրսևորել, այսինքն նույն ժամկետների հաշվարկի տեսանկյունից, ապացույցների պահպանության տեսանկյունից մյուսը։ Հետևաբար գործընկերոջս ասած այդ հետադարձ ուժի կիրառումը հենց առաջնային շահառն որ բացասական ազդել իր վրա, հենց այս գործով պատասխանողն է, որի վրա հենց առաջնային բացասաբար ազդել է այս այդ հետադարձ ուժի կանոնը։ Ընդ որում ըստ էության նկարագրեցիք մի արարք, որը քրեական օրենսգրքով նախատեսված եւ քրեորեն հետապնդելի արարք է, այն է գաղտնիության ռեժիմի խախտումը ապօրինզարթնոցողքի, բռնագանձման վարույթի եւ այդ ենթադրյալ արարքի հետ, հանցանքի հետ կապում է որևէ լեգիտիմ ակնկալիքի առկայություն, անընդունելի է, որովհետեւ վարույթը ամբողջությամբ գաղտնի է, անձի իրավունքների միջամտություն չի ենթադրում ուսումնասիրության ողջ ընթացքում, որովհետեւ բազմիցս դատական պրակտիկայում կան դատական ակտեր, այդ հարցը ընդ որում պրակտիկայում է քննարկվել, որ ուսումնասիրությունը ինքնին չի ենթադրում անձի իրավունքների միջամտություն եւ անձի վիճակը վատթարացնող չի կարող որևէ կերպ դիտարկվել, որովհետեւ դա մի ժամանակաշրջան է, որի ընթացքում դատախազությունը հավաքում է որոշակի նյութեր եւ իրականացնում անձի նյութային դրության ուսումնասիրություն, հետեւաբար այդ փաստարկը չի կարող նյութերի համարվել։ Ինչ վերաբերում է նաև նշեցիք ժամկետի հետ, որ առհասարակ չէր բավականացնի եւ այլն, պետք է նշել, որ նաև օրենքի անցումային դրույթներում, երբ այդ համապատասխան փոփոխությունը կատարվել է, օրենսդիրը հստակ նախատեսել է, որ սկսված շահարկված ուսումնասիրությունների նկատմամբ այդ նոր օրենսդրական կարգավորումը տարածվելու է։ Ինչ վերաբերում է մեկ օր ուշ ներկայացման հետ կապված, դա ժամկետի հոսքի ձեր մեկնաբանությունն է, ինչը կրկին համատեղելի չէ առկա քաղաքացիական իրավական հարաբերությունների ժամկետի հաշվարկի կանոններին։ Եվ այս պահից սկսած, քանի որ տեսեք մի քանի ըստ էության միջնորդությունը բաղկացած է մի քանի մասերից, նախ հույքերի մասով, օրինակ այստեղից հայցադիմում համադրեցի եւ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ ալտերնատիվ ալենտրանքային պահանջի լրացման եւ նոր պահանջի առաջադրման մասին խոսքներ չէր կարող եւ բացի այդ, քանի որ մի քանի կետերով եք ներկայացրել եւ ես այդ միջնորդությունը նոր եմ ստացել արդյունքի դատարան, ես կցանկանայի իմ առարկությունը պարզապես համակարգված ներկայացնել ըստ յուրաքանչյուր կետի եւ այս առումով ինձ շատ կարճ ժամկետ է անհրաժեշտ, 100 ժամկետ հարկերի դատարան, շաբաթ հնարավոր լինի դատական նիստ հրավիրել եւ ես իմ առարկությունները համակարգված ըստ յուրաքանչյուր կետի կներկայացնեմ։ Եվ հարգելի դատարան, միաժամանակ նշեմ, որ ես էլ երրորդ անձ ներգրավելու միջնորդություն էի պատրաստում ներկայացնել, եթե դատարան նպատակահարմար չգտնի այս նիստին քննարկելու, կարող է պարզապես միջնորդության օրինակները կողմերի տալ, որպեսզի վերջինս ծանոթանան։ Ինչ կարծիք եք կողմերը։ Որ աննպատակահարմար միանշանակ հարգելի դատարան, որտեղ այս միջնորդությամբ մեր կողմից առնված ակնկալվող դատական ակտը բավարարվելու դեպքում այս գործը հնարավոր է, էլ այլևս չքննվի, այդ միջնորդության քննությունը արդեն առարկայազուրկ լինի։ Այս ներկայացված միջնորդության վերաբերյալ համապատասխան լուծումը հասկանանք դատարանը ոնց կտա եւ հետագայում արդեն համաձայնենք այդ միջնորդությունին, եթե գործընկերությունը շարունակի։ Տիկին Հարության առաջնային քանի որ այս միջնորդությունը ներկայացվել, այս միջնորդությունը քննարկենք, ավարտենք, հետո նոր արդեն կանոնադրենք ձեր միջնորդությունը։ Հայցվերի կողմից ժամկետի մասով, որ խնդրում եմ առարկություն ունեք։ Առարկություն ունեք, հայցվերը ժամկետ խնդրեց քարորյա, որպեսզի պատրաստի։ Քարորյան հնարավոր չէ, հաշվի առնելով, որ պետք է դատավարության բոլոր մասնակիցներին ծանոթենք։ Դեկտեմբերի 17
17-ին ես գիտեմ, որ մեկ նիստել պիտի նշանակվի այլ կազմի, ինձ ժամ էին ասել նախնական, բարձրապես չգիտեմ հաստատվեց, թե ոչ։ Ըստ նախնական ինչ ժամ էին ասել։ Այ այդ ժամն է ինձ մոտ արձանագրված չէ, եթե հնարավոր է ամսի 16-ից կամ 18-ին։ Հակառակ դեպքում ատին հնչում խնդրեմ կազմի հետ կապվել։ Դեկտեմբերի 16 Մինչև 16:00 հարկի դրանց հետո նիստ ունեմ, էլի հենց այս դատարանում մինչև 16:00 եթե նշանակեք նոր։ Ես է 15:00 Արարատի մարզում։ Ինձ էլ Մեկ։ սրանք Մեկին։ Ես չեմ հասցնեմ 15:00 Արարատի մարզում։ Ես մի ժամ եմ նախատեսել մաքսիմում, որտեղ ժամը 2-ին ես նիստ ունեմ այլ։ Այդ դեպքում Կհասցնեք, չէ՞, Տիկին Հարությունյան 1 ժամում ներկայացնել ձեր Այո, որոշումը։ Հաջորդ դատական նիստը նշանակվում է դեկտեմբերի 16-ին ժամը 13:00-ին։ Շարունակել ենք հայցային վաղամության միջնորդության քննարկումը։ Դատական նիստը հայտարարում փակված։